Ռոմանտիկա եմ կինը։ Շատ հետաքրքիր է մեր հանդիպում, բայց երբեք չենք պատմել ոչ մեկի։ Ես դանդաղացրած կադրով էի բարձրանում, մազերս սենց քամուց։ Քամին էսպես ծածանում էր։ Ձիով դու իջնում ես։ Ձիով իջնում ես ստուդիա։ Ներողություն, դա այն ընթացքն է, որ նաև դու էիր ամուսնացած, եթե չեմ սխալվում։ Արդեն չէ։ Արդեն չէ, օքեյ։ Դու նշանատված էր Կարեն այլևս ամուսնացած չէր եւ դու հենց այդ օրը հասկացա որ Կարենն է։ Հա, հենց այդ օրը։ Ես ընդհանրապես անցյալով ապրող մարդ եմ։ Ես այնքան եմ կարևորում այդ անցյալը։ Դու չես պատկերացնի։ Շատ լավ պրոյեկտ ունենք հիմա, որը Անուշիկի իդեան է։ Բան ֆոլք պրոյեկտը։ Որտեղ ինքն ունի շատ երաժշտական, շատ հետաքրքիր ճաշակ, շատ յուրահատուկ, խոսքով միակն ու անկրկնելին ինձ համար։ Մշակույթը միակ բանն է, որ ազգին սարքում է ազգ։ Եթե մշակույթ չկա, ազգը ոչնչանում է։ Նպատակը էս խմբի միայն մշակութային մտածելն է։ Միակ նպատակը, որ այդ ամեն ինչը ճանաչելի դարձնենք այդ մեր մշակութային այդ հին երգերը։ Մայան փորձունվեց այդ ժամանակ սկսեցի ստեղծագործել, միշտ ասում եմ Մայան այն մարդն է, որ իմ աչքերին մի հատ ակնոց դրեց, որով ես ուրիշ ձև սկսեցի կյանք ստենալ ու առաջի ստեղծագործությունը հենց իրան եմ նվիրել, հենց Մայա է կոչվում։ Ես հոգում երեխա եմ, ես էլ եմ սիրում ընկեր Անուշիկին։ Հաղորդման գլխավոր գործընկեր Valan Group, գործընկերներ Armenia Wine, Ital Solar։ Բարի գալուստ իմ ռեստորան, որը գտնվում է հենց իմ տանը։ Խնդրում եմ ամենասկզբից բաժանորդագրվել YouTube-ին պաշտոնական ալիքին, որովհետև հենց դրա շնորհիվ է, որ իմ սիրելի նախագիծ Հերմինե Դիալոգը իր կյանքն է վայելում այս տիրույթում։ Ինչպես նաև միացեք իմ Instagram-ին եւ Facebook-ին, գրեք նամակներ ու մեկնաբանություններ, որոնք ես անպայման ընթերցում եմ, նույնիսկ պատասխանում։ Այսօր իմ տուն ռեստորանը բավականին այսպես երիտասարդ, երաժշտական մթնոլորտ է ունենալու, որովհետև իմ տուն ռեստորանում հյուր են լինելու ինձ համար շատ թանկ երաժիշտներ, արվեստագետներ, ամուսիններ եւ ինձ համար սիրելի հյուրեր ու ընկերներ։ Խոսքս երգչուհի Անուշիկ Ալավերդյանի եւ նրա ամուսին ջազմեն Կարեն Մամիկոնյանի մասին է։ Ինձ թվում է արդեն դուռը բացելու ժամանակն է։ Ողջույն։ Մի շատ սիրուն ու հետաքրքիր մարդ, այսօր ինձ ու Կարենին իր տուն է հրավիրել։ Մենք գնում ենք նվերներով։ Քաղցած, բարձր տրամադրությամբ, Հերմինե Ստեփանյան ջան, գալիս ենք։ Դա Էլի Կարենը դժգոհ դեմքով է։ Լավ էլի։ Ոնց է։ Վերջապես։ Ոնց է։ Նիհարել ես դու։ Շատ լավ։ Շատ ես նվագում։ Շատ ես վերանորոգումներ անում։ Սա ձեզ։ Մերսի։ Այս այնքան սիրուն պուպուշ գործերից, հա։ Կարեն։ Անուշիկ Կարեն ջան, շատ մերսի այսօր իմ հետ սկսելու համար։ Ես մինչև ձեր գալը արդեն իմ վերաբերմունքի ու սիրո մասին ասել եմ ձեր զույգի մասին։ Շատ հետաքրքիր գույն եք ինձ համար ու իրար հետ եք շատ հետաքրքիր, բայց առանձին ամեն մեկը իր ոլորտում, իր գործունեության մեջ կայացած հետաքրքիր եւ բովանդակալից արտիստներ ու ձեզ իմ տանը ասել բարի գալուստ ինձ համար մեծ հաճույք է, բարի գալուստ։ Մերսի շատ հրավերքի համար։ Հա, իսկականից։ Սպասում էի, սպասում էի։ Ես առաջարկում Կարենը մի հատ մեզ համար խաղուն գինի բացի։ Հյուրասիրի, որ մեր տրամադրությունը ավելի լավ առաջ գնա։ Դու ասա սպասելու հետ կապված։ Ասա երբ դու ինձ զանգեցիր, ես ինչ ասեցի քեզ։ Կարեն, գիտես չէ, զանգեց, ասում Անուշիկ, ուզում Կարեն հետ ինձ հյուր լինես, ինձ հանում։ Գիտես, չէ։ Ասեմ ամոթ քեզ, որ ինձ նոր ես կանչում։ Ասում ես ամեն ինչ ունի իր ժամանակը, ես կարծում որ իսկապես լավագույն ժամանակ է այն ժամանակը, որ մարդիկ հանդիպում են իրար։ Դրա համար ինձ թվում է ուշ չի, շուտ էլ չի, ճիշտ ժամանակն է։ Մենք սկսելու ենք այսօր տակառ վարդագույն փրփրուն գինով, խաղուն գինով, որը մեր sense տրամադրությունը մի քիչ խուտուտ կտա, մեզ կնախապատրաստ փչացրու։ Ես սիրում եմ, որ իմ պատերի վրա լինում է խցանի հետքեր, այնպես որ հանգիստ գա քեզ։ Ուրա։
Իսկ ես այս ընթացքում ուզում եմ տեսնել ինչ գինի եք դուք ինձ բերել, որովհետև ինձ համար նորություն է հայկական գինեգործության աշխարհում Սարենին իմ լավ ընկերոջ գինին է, Ռոբի, որը արդեն մի քանի տարի է Սարենին չէ, Ռոբը։ Ապրում է Հայաստանում, տեղափոխվել է ընտանիքով ԱՄՆ-ից։ Օ, հայրենադարձ է եղել, հրաշալի։ Հայրենադարձ է եղել ու ինձ թվում է տենց հուսով եմ կմնա։ Ուզեց նա ինչ լավ բան անի։ Վերջը ու Սարենին իր հետ ապրում է արդեն երևի մի 2 տարի ստեղ։ Իսկ ո՞ր ձեր հետ էլ է ապրում, Հա, մեր հետ էլ է ապրում, որտեղ այնքան է սարքել, ստիպված մենք էլ ենք խմում։ Այդքան չի հասցնում բաժանի խանութներին, մենք որտեղ դե վաստավնում տենց սարքել է մեր ընկերների համար։ Օբժեն ընդհանուր ընկերության համար շատ լավն է, ափսոս սպիտակը վերջացել է, կարմիրն էլ ամեն մեկը յուրահատուկ է։ Ինչ հաճելի է, որ ես էլ կվայելեմ այս գինին, կփորձեմ, կհամտեսեմ։ Ռոբին ու բոլոր այն մարդկանց, ովքեր որ վերադարձել են հայրենիքում ապրելու, ստեղծագործելու, մեծ բարևներ։ Անուշիկ, քեզ հատուկ շնորհակալություն այս գլխարկները ստեղծելու համար։ Ես անդադ հետևում եմ եւ տեսնում ինչ մեծ հաճույքով են մարդիկ կրում քո ստեղծագործությունները։ Ես ամոթինց որ մինչև այսօր չունեմ։ Ամոթինց որ ես մինչև այսօր չեմ գնել եւ չեմ աջակցել քո գործին։ Բայց ես ուզում եմ իմանալ այս առանձին հագուստի հետ անպայման։ Ուզում եմ հասկանալ ո՞նց եկավ միտքը։ Քովիդի տարիներն էր։ Ճիշտն ասած, հա, մայային հրավիրել էին ֆոտոշարքի։ Այո։ Ու ասենց ես իրան հագցրել էի ռետրո ոճի մեջ ու ասում էի, պատկերացնում էի, ասում էի նա ինչ-որ գլխարկ է պետք։ Ի սկզբանե էսենց չի եղել գլխարկների տեսքը։ Ասում եմ, մատ գլխարկ է պետք, ես ասենց ինչ-որ չեփչիկներ են առաջ գլխարկներ էի ուզում ու չէի գտնում։ Ասեցի, ինչ անեմ, կհասցնեմ նկարահանման համար կարել տամ եւ այլն։ Դες միտքը առաջացավ։ Ինչի չանել, եթե չկա նման բան, ինչ որ պետք է ինչ չէ, օրինակ չեմ կարողանում գտնել, ինչի նման բան չանել, ու հենց այդ տարիներն էր, որ որոշեցի շատ քիչ քանակով արտադրել, որպեսզի հասկանալ արձագանքը։ Ու հենց այդ 60 անունն էլ դրա համար դրեցինք 60-ականների երեխա, 60's child, որովհետև հենց ռետրո ոճի ամեն ինչը ռետրո ոճի էր։ Սկզբից չեփչիկներ էր, չէ՞։ Հա, նույնիսկ կտորները ես ընտրում էի հին սովետական կտորներ։ Ահա, որտեղից էր գտնում։ Նման թե փնտրում գտնում էի մարդկանց տանից։ Փնտրում գտնում էի տարբեր իմ բարեկամների տանից, մեր տանը կար, տատիկս ուներ, մեր գյուղում կար պահված, օրաքույրներս էին պահել, այսինքն գնում էի, ընտրում էի, մեջներից այնց մինիմալիստական ինչ-որ գույներով ընտրում էի ու կարում էինք ու բնականաբար սահմանափակ քանակի էր, չէ՞։ Այո։ Ինչքան որ հերիքում էր, մի խոսքով արձագանքը այնքան լավն էր, որ արդեն մինչ օրս ինքը շարունակվում է։ Կաֆերը դատարկվեց, որ լիքը շորա, կտորները նրնում չկյանքում չի օգտագործվում։ Հա, հետո դրանց փոխարեն հայտնվում են գլխարկները։ Բայց հիմա որտեղից մարդիկ կարող են գնել, միայն Instagram-ով, հա։ Ինչպես են փնտրում, ինչպես են գտնում, մի հատ օգնի։ Դե Instagram-ով հենց անունն են գրում 60's child, իսկ եթե անունը չկարողանան գտնել, ապա image-ով բոլոր այդ հղումները կան, կարող են հենց իմ Instagram-յան էջ մտնել ու հղումները կան։ Հիմա արդեն ոչ միայն մանկական է, այլ նաև մեծերի համար ու արդեն մոդելներն են փոխվել, ոչ միայն ռետրո է, բայց որակապես իսկապես այնպես են կանում, որ չափազանց լավ լինի։ Սա բիզնես է, այսպես հոգու համար, այն որ հասցնում ես, անում ես, չես հասցնում, թե ինքը այնուամենայնիվ իր մեջ ունի այդպես։ Անշիկ աշխարհի ամենալուրջ բիզնեսմեն, հա։ Ահա, պատմի էլի Կարճան, մի հատ տունը ինքն է պահում, ես ոնց հասկանում եմ։ Չէ։ Լուրջ կամպանիաների հետ է հիմա մրցում, այս գլխարկներով լուրջ միջազգային բիզնես կամպանիաներ։ Բայց քո աջակցությունն եմ ուզում հասկանալ, մենակ այսպես սարկազմով բան ես անում, տենց փորձում ես։ Չէ, ես ուրախանում եմ, որ զբաղմունք կա ու ուրախանում եմ, որ լավ բան է, հետաքրքիր է, ինձ մեկ-մեկ հասնում է դրանից գլխարկներ։ Այդքան է, ոչ ավել։ Կարող է ընտանիքի գլխարկների հարցը լուծված է երեխաների իր եւ քո։ Բայց ես չունեմ, կարևորը ես միշտ ասում եմ կինս բիզնեսմեն է։ Շատ լավն էր, հրաշալի։ Մեկ անգամ եւս ուզում եմ ձեզ ասել բարի գալուստ։ Մենք կտեղափոխվենք մեծ սեղանի շուրջ, կսկսենք ճաշել, գինի խմել, վայելել եւ իհարկե խոսել, որովհետեւ մենք խոսելու ենք արվեստից, ստեղծագործությունների, ձեր գործունեությունից եւ իհարկե ձեր սիրո պատմությունից։ Բարի գալուստ, մերսի։ Բարի գալուստ։
Ոտներս ձեր տանեխերով։ Մինչ տեղափոխվել ես փոքր նվեր ունեմ։ Ես գիտեմ, որ դուք պատրաստում եք նոր բնակարան տեղափոխվել։ Որ փուլում եք։ Ստяжки։ Եվ ով է հսկում ամբողջ վերանորոգման փուլը, պարոն Մամիկոնյան։ Կինը բիզնեսմեն, ամուսինը բանվոր։ Կահույքին դեռ չեք հասել Կահույքին չէ։ Այդտեղ ես հենց այս համար մի հատ լավ նվեր ունեմ։ Իմ սիրելի գործընկեր Վալան գրուպը սկսել է մի արշավ, որը կոչվում է Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք, հիշեցնելով, որ այո, մարդիկ իհարկե Երևանի կարևոր բաղադրիչն են եւ մասն են, բայց եկեք չմոռանանք, որ մեր շենքերն էլ կարևոր են մեզ համար, հատկապես եթե խոսում ենք հին շենքերի պահպանության մասին։ Եվ այդ կապակցությամբ արշավ է սկսվել, այս փոքրիկ հուշանվերը նույն կարգախոսով Երևանը տուն ու շենք է, Երևանը մենք ենք, շոկոլադների հավաքածու, որը վստահ եմ առավոտյան ձեզ սուրճի ժամանակ կուրախացնի եւ կահույքի մասին չմոռանանք։ Եվ Վալան գրուպը կահույքի կրավատը ձեր։ Եվ Վալան գրուպը առաջարկում է, երբ արդեն հասնեք այն փուլին, որ պետք է կահույք պատվիրեք, կահույքի պատվերների համար 15% զեղչի քարտ, կարող եք ձեր դիզայնով պատվիրել եւ հենց տեղի մասնագետների դիզայնով պատրաստել շատ բարձր որակի կահույքը կլինի ձեր ընտանիքում։ Ես էլ եմ շնորհակալ։ Ուրա! Մինչ իմ սիրելի հյուրերը տեղավորվում են, մի շատ կարևոր նորության մասին ձեզ ասեմ։ Իմ սիրելի գործընկեր Վալան գրուպը Վալան Դորս խանութների ցանցում հայտարարում է ակցիա միջսենյակային բոլոր դռների համար 20% զեղչ, ինչպես նաև 4 եւ ավել դուռ գնելու դեպքում կունենաք եւս հավելյալ 10% զեղչ, ինչպես նաև չմոռանանք, որ կարող եք տեղում ձևակերպել 0% ապառիկ, այնպես որ շտապեք հոկտեմբերի 15-ից մինչ նոյեմբերի 15-ը կգործի այս շատ ցանկալի ակցիան։ Անսպասելի ակցիա Վալան գրուպ ընկերության Վալան Դորս խանութների ցանցում։ Հոկտեմբերի 15-ից մինչ նոյեմբերի 15-ը բոլոր մոդելների վրա գործում է 20% զեղչ։ Իսկ եթե գնում եք 4 եւ ավելի դուռ, ապա ստանում եք լրացուցիչ 10% զեղչ, հենց ձեր ընտրած միջսենյակային դռների համար։ Բացի այդ, հնարավոր է ապառիկ գնում 0% ակտոնյալ պայմաններով մինչև 18 ամիս ժամկետով, առանց հավելյալ վճարների։ Սա լավագույն պահն է ձեր տան դռները թարմացնելու, ավելացնելու նոր ոճ, որակ եւ հարմարավետություն։ Վալան գրուպ, միշտ մեկ քայլ առաջ։ Ես պատրաստելու եմ այսօրվա իմ առաջին ուտեստը։ Դե գիտեք, ես շատ եմ ճամփորդում Հայաստանում, լինում եմ տարբեր գյուղերում եւ միշտ աշխատում գյուղերից ինչ-որ բան բերել հետս։ Եվ ահա մի քանի օր առաջ սաղ Մոսավանքում էի, հետո գնացել էի Օհանավան եւ ճանապարհին իհարկե մրգերի հրաշալի սեզոն է եւ գյուղացիները մրգեր էին վաճառում, գայթակղությանը դիմանալ անհնար էր։ Եվ ես գնեցի այս շողշողում գեղեցիկ տանձերը սաղ Մոսավանից, մի հատ նայեք ինչ գեղեցկություն է։ Ես ամեն անգամ զարմանում եմ, երբ տեսնում եմ միրգը, պտուղը, բանջարեղենը թփի ծառի վրա եւ չեմ հավատում, որ հետի փոքրիկ հատիկից կարող է այսպիսի հրաշք ստացվել։ Եվ իհարկե պետք է այսօրվա ճաշացանկի մեջ ներառել այնինչ արդեն իսկ ունեի տանը։ Աղցան տանձով։ Կտրում ենք տանձը։ Համեմում ենք աղով, սև պղպեղով, հազրեվարդի ճյուղ եմ ավելացնում, նույն յուղի մեջ տապակում ենք ընկույզը, սկսենք հավաքել աղցանը, ես կմատուցեմ անհատական, դուք կարող եք ընդհանուր ափսեում պատրաստել, դնում եմ աղցանի տերևներ, մի փոքր մեղր, տապակած ընկույզ, ռոկֆոր պանիր, մի փոքր ձիթայուղ, բացում ենք դիժոնյան հնեխը եւ ավելացնում ենք աղցանի վրա։
ուզում եմ դրա հետ առաջարկել, որ խմենք Armenia Wine ընկերության նոր արտադրանքը տակար օրգանիկ է, բացարձակ ոչ մի թունաքիմիկատ օգտագործված չի պատրաստման ամբողջ ընթացքում թե խաղողի մեջ, թե հողի մեջ եւ հետաքրքիրն է որ մոլախոտերի դեմ պայքարում են գառնուկների շնորհիվ, գառնուկներն են ամբողջ մոլախոտերը վերացնում եւ միակ գինին է հայկական, որ ստացել է Ինչ լինի գառնուկներին։ Չէ, դե գառնուկները առողջ բան են ուտում այդտեղ։ Իրենց համար ի՞նչ տարբերություն է, այս խոտն է, թե այն խոտն է, կարեն մի գառնուկների Համաձայն եմ։ վարի տուր։ Եվ միակ գինին է հայկական, որ ստացել է էկոսերտ սերտիֆիկատը, այնպես որ վայելում ենք օրգանական գինին մեր ուտեստի հետ։ Գառնուկների կենթանի կենացը։ Բայց իրանք շատ առողջ ապրում են ու երջան։ Նայ պատկերից խաղողի այգիներում վայելում են, քայլում են, խոտ են ուտում։ Լավն է, չէ՞։ Շատ լավ է։ Ես կասեմ։ Սկսեցի։ Այո, կարող եք խառնել, որ սոուսը խառնվի։ Շատ համով։ Այդ անկեղծ է։ Չէ, լուրջ Ահա, անկեղծ։ ինչա՞ է։ Ես շատ եմ սիրում թեթև ու համով բաներ։ Գառններ։ Կարար լիներ, բայց մի քիչ խնայեցի գառնուկներին, ասի ավելի շատ զարկ մնացածը հետո։ Շնորհակալություն այս ընթացքում, երբ դուք մեզ հետ չէիք, Կարեն Մանուշիկը հասցրեցին կոմպլիմենտներ անել ինձ։ Ես էլ Չէ, իսկապես շատ համով։ Շատ։ Մերսի շատ։ Ձեր տանը ով է պատրաստում իմիջայլոց։ Ես։ Ես նայում Կարենի, որ Կարենն ասի ես։ Չէ, Կարենն էլ է պատրաստում ինչ-որ բաներ, բայց գիտես ինչ, ինչ որ կապված է օրինակ թոների հետ, մատուցման հետ, ինքը ոնց է այդ ամենը դասավորում, ափսեների մեջ մատուցում, երբ որ հյուրեր ենք ունենում, շատ էսթետիկ։ Ուրեմն ինչ չի կարող Մանուշիկը ես եմ անում։ Հրաշալի է, այդ շատ լավ հարմոնիայի նշան է իմիջայլոց։ Ինչ չի կարողանում Անուշիկը, ես եմ կարողանում։ Հրաշալի թեորիա է, ընդհանրապես զույգերի համար համայն անում։ Ու սենց ունենց սիրուն է մատուցում, որ Իմիջայլոց ես զարմացա, որտեղ սովորաբար հայ տղամարդիկ քաղցրի եւ աղի համադրությունը շատ չեն սիրում, բայց Կարենի պարագայում հասկացա, որ այդ ընդունելի համադրություններ են։ Այո։ Լավ, այս ամեն ինչը մի կողմ։ Ես կուզենայի մենք այս հանդիպումը օգտագործեինք մի հատ ինձ հետ գնալու հիշողությունների մեջ, մի ճամփորդություն անելու, որովհետեւ երբ որ մարդիկ ապրում են արդեն իրար հետ, էլ շատ հաճախ հետ չեն գնում, չէ՞, այն սկիզբը հիշեն, այն առաջին վայբերը, էմոցիաները, ու մեկ-մեկ sense առիթները օգտագործվում են նաև այդ էմոցիաները նորից ապրելու վերապրելու համար։ Դա sense հետ գնանք էլի իրար հետ ու եկեք մի հատ պատմենք, ո՞նց ա եղել ձեր հանդիպումը առհասարակ։ Ո՞նց ա սկսվել ձեր պատմությունը։ Պետքա որ Նույն տարբերակն է երկուսին, թե ամեն մեկը ունեք ձեր տարբերակը։ Դե իր տարբերակը ինձ թվում է պետք է լսել Նույնն է, հա։ Մենք հաճախ ենք հետ գնում։ Ես ընդհանրապես անցյալով ապրող մարդ եմ։ Ես այնքան եմ կարևորում այդ անցյալը։ Դու չես պատկերացնի, ուղղակի չես պատկերացնի, որ Բայց կարոտում ես, հիմա փոխվել է, թե ոչ։ Շատ այդ անցյալի հետ, անցյալի մարդկանց հետ։ Ես կարող եմ զանգեմ այն մարդուն, ով օրինակ 18 տարեկանում կամ 20 տարեկանում իր այդ շատ մոտ եմ եղել, ինչ որ հավես օրեր ենք ապրել, զանգեմ, ասես ոնց որ ոչ մի բան չի եղել, այսինքն նկատի ունեմ դաթարը, էլի այդքան տարիների չշփվելու, ու ասում լսի հիշում ես, որ սենց բան արեցինք, բան։ Ես Չէ, մոտավորապես որ Մենք իրար նայեցինք ծաղացի, որտեղ մենք մի հատ այնց պատմություն ունենք իրար հետ Կարեն Ավելի ջան։ լավ հասկանաս, մենք 10 տարուց ավել իրար ճանաչում ենք, ամեն օր եթե անցնենք իրանց դպրոցի կողքով, ինքը պրոստը ասում է, «Իստեղ ես սովորել եմ գիտես»։ Եթե մենք օրը 2 անգամ անցնենք, ինքը նույն բանն է ասում։ Անուշիկ, բայց դա ինչի նշան է։ Քեզ ես կարոտում անցյալը կարոտել, ես շատ եմ կարոտում, դու շատ ինչ ասեց։ Չլսեցի։ Ասում եմ ինչի նշան, ասում եմ եթե դա ինչի ասել, ինչի նշան է։ Ասես քեզ ինչի նշան է, կա։ Չէ, դե ռոմանտիկա եմ կինը։ Բայց տենց շատ ամուր թելերով անցյալիդ հետ կապված ես, մանկությանդ հետ կապված ես, թե ուղղակի հասկանում ես որ հիմա ժամանակները փոխվել են ու այլևս այն չի։ Չէ, շատ եմ կապված, շատ։ Իմ հիմա ընկերները, իմ օրինակ ոնց ասեմ, իմ մտերիմ ընկերները, իմ
դասարանցիներից են։ Ես մինչև հիմա կապ ունեմ իմ դասղեկի հետ։ Ես Բայց դա լավ նշան է։ շատ Այդ նշանակը կայուն է ինքը։ Հիմա հետ գնալով էլի այն ձեր հանդիպման պատմությանը։ Մի հատ խնդրում եմ էլի, այդ ռոմանտիկ աչքերով, եթե կարելի։ երբեք չենք պատմել, գիտես, չէ, բայց շատ հետաքրքիր է մեր հանդիպում, բայց երբեք չենք պատմել ոչ մեկին։ Դե Դե ինչ ասեմ։ Նախ որ թիվներ չեմ հիշում, 2006 թիվներ, ես չեմ հիշում քանի տարեկան էի, փոքր էի։ Քանի տարեկան։ մի հուզվի, ես հասկանում եմ տարեկան էի։ ինչ ես բայց հուզվում ես պատմությունը հիշելուց։ Չէ, ոք չեմ պատմի, չգիտեմ Հեսա հուզված ուրիշ պատմություն է պատմել։ Լսի, նայ, պատմում ես քո Կարենի պատմությունը։ Ես Ես 2006 թվական, դու փոքր Ես ես։ հիշում եմ, որ Կարենին առաջին անգամ հեռուստատեսությամբ տեսա, ես չգիտեի իր անունը։ Ես տարեկան ավելի տենց փոքր էի ու տեսա ու սենց շատ հավանեցի։ Բայց ինչ եմ նշում, որ փոքր էի։ Հավանեցի ու ասեցի, «Վայ, ես իմ մեջ ասեցի, ես ինձ սիրում տղա եմ», ասեցի, բայց ինձ չի սիրարվի, ես փոքր եմ։ Ես այդ արտահայտությունը իմ մեջ հիշում եմ։ Դուր չես ասում։ Ինչ հետաքրքիր է։ Հա, ու տենց վերջ դե անցավ տարիներ։ Իմ եղբայրը երաժիշտ է։ Այո։ Հովակը ու այդ ժամանակ կար որ խումբներ, Vox խումբներ, հիշում ես Vox-ի Արամին։ Իրանք համերգ էին տալու տիկնիկային թատրոնում ու իրանց խմբի փորձեր անում էին մեր ստուդիայում։ Մեր տան հենց ներքևի հարկով, որտեղ հիմա ինչ ստուդիան է, իմ Կարենի։ Հա, ու ես հիշում եմ, որ այդ համերգի փորձերը հենց այնտեղ վրա արվում էր, դե ես նույնիսկ չգիտեի, որ Կարենն է մասնակցում այդ խմբի փորձերին, նայեք, տարիներ անցան մոռացա այդ պատմությունը, ես տեսել եմ այդ րոպեին հավանել եմ Կարենին։ Երբ ես հիշել այդ Ու պատմությունը։ ես հիմա իջա, ու ես այդ օրը իջա ստուդիա, հասկացա, որ փորձ է, իջա ինչ-որ բան եղբորս ասելու, բարձրանալուց ես տեսա, որ Կարենն է իջնում փորձի։ Դշ։ Սենց, իջա, ու ես հիշեցի իր կերպարը, բայց ոյ, ասում եմ, թեխի ես 2 րոպե Ու ես դες դանդաղացրած կադրով էի բարձրանում, մազերս սենց քամուց։ Քամին էսպես ծածանում էր։ Ձիով դու իջնում ես։ Ձիով իջնում ես ստուդիա։ Ստուդիա, այո։ Սպիտակ ձիով։ Սպիտակ ձի։ Հետո Այդպես, ու ես ասեցի, թե ես ինչի 2 րոպե ուշ դուրս չեկա, որ ես իրան մի հատ տեսնեի, որտեղ ես հիշեցի, հասկացա, որ այդ նույն տղան է, էլի։ Եվ մի բան մտածեցի, որ իջնես ստուդիա։ Չէ, բայց տուն գնացի ու մի անգամից համացանցի այդ ժամանակ, չգիտեմ, որ կայքներ։ Բացեցի, որ տեսնեմ Արամի էջը մտա, տեսնեմ հələ խմբից ինչ ա գցել, տեսնեմ ստուդիայից նկարներ ա գցել, հետո իր էջը գտած նայեցի ու էլի անցավ գնաց։ Վերջ, դե անցավ գնաց։ Բայց ինչ-որ բան չէիր ձեռնարկում։ Ձեր տան ներքևներ կարող էր մի հատ իջնել հովակին կանչել կամ տղաներից մեկին ջուրի, ինչ-որ մի բան հնարավոր է, ի՞նչն էր քեզ Ուժով ինձ ջուրի չասներ։ Ուժով, իր աչքերով, հայկական ժողովրդական երգերի ներքո, հա։ Չեմ հիշում ինչի չէի անում։ Վախենում էիր։ Չէ, ուզում եմ Փոքր էր հələ։ Չէ, այդ ժամանակ ֆայմում ինձ թվում։ չէ, բայց Լսի կանանց մասին դու այդքան համեստ կարծիք մի ունեցի։ Դե ամեն դեպքում մի խոսքով Զսպվածություն։ Չէ, ինձ թվում է ինչ-որ խանգարող բան կար, բայց ես չեմ հիշում ինչն էր թեմա, ինչի համար չի անում։ Okay, հասկանալի է, շատ լավ։ Հասկանալի է։ Հետո արդեն մյուս հանդիպումը երբ եղավ։ Մյուս հանդիպումը 2012 թվականն էր։ Ես ուզում էի երգեի խմբի հետ, ուզում էի սկսեի երաժշտական էլի այդ գործունեությունը, ու զանգահարեցի, ես հիշում եմ այդ տարիներին Մեծո ակումբում, երաժշտական մասով զբաղվում էր, Էդգար էր կարծեմ անունը, չէ՞, կար Էդգարը։ Էդգարը։ Հա։ Զանգեցի իրան, ծանոթ էի, իր այդացի Էջան ասում եմ, ուզում եմ խումբ հավաքեմ, բայց չգիտեմ որտեղից սկսեմ, էլի ում դիմեմ, որ ինքը երաժիշտները հավաքի իրար, մի խոսքով Մենեջմենթով զբաղվի եւ այլն։ Այդ ուզում եմ հասկանամ ում դիմեմ։ Ինքը ասես, գիտես, մի հատ Կարեն կա, ինքը դաշնակահար է, ես իր անունը չէի գիտի, հասկանում ես, ասի դասման դաշնակահար է, ուզում ես մատ իր համարը տամ, դու զանգի,
ու պայմանավորվի հետը։ Չեմ հավատում։ Ասում եմ հատուր։ Ասես Կարեն, ասում եմ Կարեն Մամիկոնյան, ասում եմ լավ, Google-ում, որ ես կեմ տալիս։ Տեսնում իրա նկարն եմ տեսնում։ Դե որ տեսնում եմ, այն որ արդեն ասում լավ, մի րոպե զանգեմ։ Զանգում եմ, ասում եմ հեվա։ Բայց ինձ կներես, էլի ինձ ընդհատելով առաջ գնանք, որտեղ ինձ նյուանսները շատ հետաքրքիր են, բայց զանգելուց Բայց այդ զանգելուց առաջ արդեն մեջդ կար այդ թրթիռը, հենց իրեն է։ Դե այդ պատմի էլի, այդ տեխնիկական զանգել եւ այլնի արանքում այդ կարևոր նյուանսներ են, է։ Լավ, մի շատ կարևոր բան ասեմ, որը այդ ժամանակը համար մեծ կապ ունի, էլի, այս պատմության հետ։ Ես այդ ժամանակ նշանադրված էի։ Բայց դե պարզա Կարենի նկարը տեսա, հասկացա որ ինքն է, իհարկե ինչ որ վան մեջը շարժվեց, այցի փաստորեն նույն տղան է, բայց զանգեցի, այցի Հովակի քույրն է, ինքը տենց դե արդեն գիտեր։ Ասեցի ուզում եմ խումբ հավաքեմ, ոնց կարող են կազմակերպել ու մեծում իր համերգը պետքա լիներ։ Մուննաթեկա վրատ կարևոր է, չէ՞։ Ասեց էսի ջորը իր համերգն է լինելու, կգանք խոսենք։ Ես իմ ընկերուհու հետ, Արևոյի հետ մենակ երբեք ոչ մտեղ չէի գնում։ Երբեք, մինչև հիմա իմ Կարենի այդ Կարենին զրա ծիծաղում, ասում եմ մենակ ոչ մտեղ չես գնում։ Զանգում եմ ընկերուհուս, ասում պետք է հետս գաս, ես մենակ չեմ գնա։ Հա, ինքը ճաշասենյակից կուխնյար մենակ չի գնում։ Հա, կա երեխեքից մեկին է հետը տանում, մամային, պետք է տես միշտ խմբով, ուրախ։ Օրկեստրով։ Այդպես Արևոյի հետ գնացինք ու խոսեցինք այնտեղ։ Երաժիշտները նստած էին, պայմանավորվեցինք, ինչ պետք է անենք, բայց ես այդ օրվանից հետո ուղղակի հասկացա, որ ուղղակի Կարենն է։ Ու վերջ։ Ներողություն, դա այն ընթացքն է, որ նաև դու էիր ամուսնացած, եթե չեմ սխալվում։ Արդեն չէ, օքեյ։ Դու նշանադրված էիր, Կարենը այլևս ամուսնացած չէր եւ դու հենց այդ օրը հասկացա, որ Կարենն է։ Հա, հենց այդ օրը։ Միանգամից այդ օրը։ Մինչև շարունակությանը հասնել է, ես ուզում եմ այդ պատմությունը, չէ, սա լացելու հարցազրույցներից չի կարեն, սխալվել ես հասցնել։ Բայց սա այն հաղորդումն է, որտեղ դու կարաս հանգիստ ազատ։ Հայդու առաջին անգամ ենք պատմում։ Ես գիտեմ, որ դուք առաջին անգամ եք չեմ պատմում, բայց դե Ես ինքս նույնիսկ երբեք չեմ հարցրել քեզ դրա մասին, մեկ էլ տեսա որ հոп ամուսնացած եք։ Կար այս պատմության կետում, այս կետում մենք հանգիստ ենք Անուշիկին, որովհետև ինձ հետաքրքիր է նաև քո տարբերակը այդ հանդիպումների, այդ իրար գտնելու, այդ կետին հասնելու։ Իմ տարբերակը շատ ավելի բան է, անհետաքրքիր տարբերակ է, որովհետև շատ հետաքրքիր պատմություններ պատմում։ Որտեղ ոնց հասկանում ներողություն դու տեղյակ չէիր, բայց արդեն իր գլխի մեջ ապրում էիր։ Հա, իհարկե տեղյակ չէի։ Դու անկախ քեզանից ապրում էիր այս մարդու գլխի մեջ, սրտի մեջ։ Այո։ Ինքը առանձին կյանք ուներ էլի քեզ հետ, որի մասին դու Հա։ Երբ ինքը մտավ քո գլխի, քո սրտի, քո հոգու մեջ։ Երևի այդ ժամանակ, երբ որ եկավ հանդիպեցինք, սկսեցինք խոսալ, Բայց ու չէիր ֆիքսել իրար աստիճանների վրա։ Չէ, բացարձակ։ Ֆիքսել էի իրանք։ Ճիշտ ասեմ, ինչ որ մեկին ֆիքսել էի։ Բայց ինձ էմոցիա անցել էր, մի հատ ճիշտն ասա։ Այդ քամու հետ որ ձիով աստիճաններով իջնում էիր, սենց։ Չէ, որ ճիշտ ասեմ, չէ։ Ստուդիայում չէ։ Գնալու ես տուն հետը վերջում։ Ես գիտեմ, ես տուն չեմ գնալու։ Ես գործեր ունեմ դրա համար։ Միջև իրիկում պապկելու է։ Հա, ծաղիկներով կգամ տուն, կանցնի կգնա։ Հա, բան է։ Չէ, ինչ որ տեղի է ունեցել, ոնց է փոխադարձ, պրոստը քանի որ Անուշիկն էր ռեժիսորը, սկզբը ավելի շուտ ինքն էր կազմակերպիչ այդ ամեն ինչը իր գլխում էր այդ ամեն ինչը եփվում, որպես ռեժիսոր, սցենարիստ եւ ամեն ինչ։ Իր մոտ ավելի այդ էմոցիոնալ պատմությունը ավելի էմոցիոնալ է ստացվում։ Ես քանի որ երկրորդ պլանի դերասան էի այդ պատմության մեջ, իհարկե ես էլ էի այդ ամեն ինչը նկատում, բայց տենց չէ ոնց որ կինս պատմեց, շատ ավելի գեղեցիկ է իմ պատմությունը տենց չի լինի։ Բայց հա, իհարկե նույն ձև
ավելի շատ էմոցիաները սկսեցին, երբ որ հանդիպեցինք, սկսեցինք խոսալ բենդի մասին, սկսեցինք համագործակցության մասին խոսալ։ Ինչը գրավեց։ Ինքը ընդհանուր։ Չէ, դե հասկանալի է, բայց պատասխանը պարզ է, բայց մեծ աչքերը։ Դե հա, իհարկե, դե ինչը պետք է գրավի տղամարդուն, գեղեցիկ կին։ Բայց գիտես անկեղծությունը դուրս Դե հա, գալիս է։ իհարկե, առաջին է դա գրավում տղամարդուն։ Իսկ հետո։ Դե հետո միջև հիմա ինքը ինձ գրավում է։ Իսկ ո՞նց ես հասկանում, որ այ ինքն է, որ պիտի իմ կյանքը կապեմ։ Շատ անկեղծ ասեմ, եւ իմ ամուսնությունից ու բաժանումից հետո մի քիչ ավելի շատ ֆակտորներ են առաջանում, որ սկսում ես ուշադրություն դարձնել ու այն ինչ որ ինձ հետաքրքիր էր ու այն ինչ որ ինձ իմ համար շատ կարևոր էր կյանքում 10-ից 15-ին համապատասխանում էր ու մինչև համապատասխանում է։ Դրանք ինչ կետեր են։ Չեմ ասի, տենց։ Բայց քանի բանը քանի որ մենք ունենք երկու երեխա ու եւս կարանք մի 12 էլ ունենանք, այն էլ տենց երեխեք։ Խոսում է դրա մասին, որ այդ ամեն ինչը բռնում է իրար, համապատասխանում է։ Այդքան է, ինձ թվում է։ Մնացածը շատ համահունչ, սիրուն, գեղեցիկ։ Հիմա կարանք առանձին ինչ-որ ծիծաղալ ու շատ ոնց են ասում cute բաներ հիշենք այդ ամեն ինչի, շատ կան, բայց ասեմ, այս հանդիպումից մինչև այսօր նույն ձևը անցնում։ Ինձ թվում է տենց էլ անցնելու է։ Բայց չէ որ գալիս է նորին մեծություն, կենցաղը, իրականությունը, ռեալիզմը, որոնք շատ ժամանակ փչացնում են, խանգարում են զույգերին ունենալ այն նույն թրթիռը, որ առաջին օրը ունեցել են։ Այ ամենամեծ խանգարող բանը, որ տենց ունեք, ի՞նչն է։ Որտեղ միշտ բախվում է այդ իրականությունը ձեզ հետ։ Աշխատում ենք չֆիքսվենք խանգարելու բաների վրա, որտեղ բոլոր հարաբերությունների մեջ խանգարող ասպեկտներ կան։ Ու ինչն էլ խորհուրդ կտամ սաղին բոլորին, մի ֆիքսվեք ընդհանրապես խանգարող բաների վրա, որտեղ ինչքան շատ ես ֆիքսվում, խանգարողը սկսում է մեծանալ, ինքը սնվում է դրանից։ Մենք աշխատում ենք չֆիքսվենք, ինքը պրոստը վիրուսի նման անցնում գնում է ու վերջ։ Այս թեմայով կարելի է շատ երկար խոսել, տենց մտնել է ձեր ալիքների մեջ, բայց շատ չեմ ուզում մտնել, ինչի, որովհետև ես չգիտեմ էկրանից այն կողմ զգացվում է թե չէ, բայց ես առանց վախենալու կասեմ, որ առաջին անգամ հերմնե դիալոգի ժամանակ օթում սենց մի հատ սիրուն գիրքա կանգնած, սենց ձեր մեջ, սենց հոսանք, ես սենց ակամայից հայտնվել եմ այդ հոսանքի մեջտեղ, դուրս գալիս է շատ։ Խմեցինք։ Ու փաստում եմ, որ առաջին անգամ է սենց բան տեղի ունենում։ Ինչքան սիրունա ձեր տարբեր լինելը, թվացյալ Կարենի է սենց մի քիչ նունատ դեմքը, բայց դրա այդ մեկտեղ սենց բառեր է ասում, որ երևի յուրաքանչյուր կինքը երազեր լսել, հա, երեկոյան ծաղիկներով կգնամ կնոջս մոտ, մինչև հիմա նույնն է եւ կապ չունի, գիտես այնքան միևնույն է, հետո ինքը ծաղիկներով կգա թե չէ։ Այն ինչ որ հիմա օթում կախված է, երեխեք առաջին անգամ է տեղի ունենում, մի այլ տիպի դուրս գալիս է։ Պատրաստելու եմ շատ համեղ ու նուրբ ճագարի միս։ Ես ճագարի միսը պատվիրում եմ իհարկե 954 համից, իմ սիրելի թանկագին ընկեր Դավիթ Դավթյանից, ֆերմեր Դավիթ Դավթյանից եւ տեսնում եք ահա մաքրած, կտրատած, շող-շողուն կտորներով ուղարկել է ինձ։ Ինչ եմ անում։ Թավան տաքացնում ենք։
Երկու կողմից տապակում եմ ճագարի միսը տաք ձիթայուղի մեջ։ Երկու կողմից կարմրացնելուց հետո ճագարը հանում ենք թավայի միջից եւ նույն թավայի եւ նույն ձիթայուղի մեջ տապակում եմ սոխն ու գազարը։ Ոչ ոքի չասեք, որ սխտոր եմ մոռացել գցել։ Կրկին ճագարի միսը դնում եմ թավայի մեջ, երբ արդեն բանջարեղենը տապակվել է։ Աղ ու պղպեղ ենք անում եւ ավելացնում եմ սպիտակ գիպի։ Եկեք գնանք միասին ընտրենք։ Եփելու համար սպիտակ Երևան եմ ընտրում, կանգուն ռկացեթելի խաղողների բլենդն է։ Մյուս գինիներին ձեռք չենք տալիս։ Ավելացնում եմ նաև դափնուտերեր եւ մոտ ժամուկես մոռանում ենք ճագարի մասին։ Ցտեսություն։ 5 րոպե պատրաստ լինելուց առաջ ավելացնում եմ այսքանին մոտ 2 ճաշի գտալ դիժոնյան մանանեխ։ Ավելացնում եմ նաև 1 փոքրիկ փունջ թարմ ուրց։ Մեր ճագարը արդեն պատրաստ է եւ մի փոքր էլ կիտրոնի կեղև։ Մոտ 2 ժամ գինու մեջ եփված, տապակված, վայելած ճագարը վերջապես հասավ մեր սեղանին։ Հուսամ կհավանեք, ճագարի միսը մի քիչ սպეციფիկ է։ Այո։ Չնայած շատ դիետիկ է, չգիտեմ ինչու մտածեցի, որ պիտի սիրեք, որովհետև նախ Անուշիկը նախնական զրույցի մեջ ասաց, որ ամեն ինչ սիրում եք, չկան տաբուներ, չկան ալերգիաներ, այդ ինչը ոգևորեց եւ թույլ տվեց, որ ձեզ հետ անեմ այն էքսպերիմենտը, որ այդ դեպքերում միշտ չի որ հնարավոր է անել։ Մերսի։ Առաջարկում հետը կարմիր տակառը վայելենք, Արենի սորտի, Արենի տեսակի խաղող 2022 թվականի բերքահավաքն է։ Mundus վինի ոսկե մետալակիր գինի ենք վայելելու, հնեցված կարմիր է։ Իսկ նապաստակը, իսկ ճագարը եփված է սպիտակ գինու մեջ։ Կարմիր գիտեմ շատ չես սիրում, հանգիստ կարող ես սպիտակով շարունակել դեպ, հա, որովհետև կարծում եմ Հետո մենք քո կարմիրը կխմենք։ Մենք կխմենք նրա կարմիրը, Այո։ ինքը մեզ չի ասի, չէ։ Դեպ ճագարը մորախոտերով է եկել։ Ոչ, դա վայրի ուրցով է եկել ճագարը եւ եփվել է նաեւ վայրի ուրցի եւ դափնու հետ միասին եւ գառնուկները այստեղ դեպ կարեն ոչ մի գործ չեն ունեցել։ Փորձենք։ Այո։ Հուսամ հավանեցի գինու եւ ճագարի համադրությունը։ Կարեն, դու ինձ ամենամեծ կոմպլիմենտն ես արել, որ ամբողջությամբ ավարտել ես մեր Այո։ Ամբողջությամբ չէ, մի քիչ մնացել, ես կարող եմ էլի հյուրասիրել, եթե որ պահին որ զգաս ուզում ես, կկան համով էր ես։ Եվս մեկ կտոր հյուրասիրեմ, Անուշիկ, դու քչակեր ես։ Այդքան է չէ, բայց այս պահին կշտացվել եմ, այնպես որ գնալ ոչ անհամև է։ Չէ, իհարկե, հաճելի է շատ։ Ինձ դուր է գալիս նաև, որ դուք բացի որ միասին ապրում եք, սիրում եք, վայելում եք կյանքը, նաև ունեք ընդհանուր ստեղծագործելու եզրեր։ Լինում են դեպքեր, երբ ամուսինները նույնիսկ նույն ոլորտից են լինում, բայց աշխատում են իրար հետ չհամագործակցեն, չստեղծագործեն։ Կա ձեր մոտ այդ միտքը աշխատել, չաշխատել, իրար հետ ստեղծագործել, չստեղծագործել, թեպետ բնականon ստացվեց, որ պիտի նաև իրար հետ ստեղծագործեիք։ Դե այտենց բնականon ստացվեց, որ բնականon բաժանվեց երկու մասի, Անուշիկը ունի իր երաժշտական նիշան, ես իմ, մենք գալիս ենք ընկնում ենք միտեղ բախվում ենք իրար մի քանի պրոյեկտներում, մի հատ շատ լավ պրոյեկտ ունենք հիմա, որը Անուշիկի իդեան է, ֆոլկ պրոյեկտը, ու տենց ինքը երկար էր եփվում սկզբից,
ինքը ասեց, ես սկսեցի մտածել դրա շուրջ, ինքը որ իդեա է տալիս, ես սկսում եմ մտածել երաժշտական առանջերովկեքը եւ գործիքավորումը բան ամեն ինչը։ Հետո մանրից հավաքեցինք ընկերներին, լավ շատ պրոֆեսիոնալ երաժիշտների ու դարավ բենդ, խումբ, պրոյեկտ։ Այդ պրոյեկտ բառից մի քիչ խուսափում եմ, հիմա սաղ պրոյեկտ են ասում ամեն ինչին։ Դե հիմա այլ ընտրանք դեռ չունենք, պրոյեկտ պիտի ասենք։ Դարավ բենդ ու հիմա Պարկաստու ելույթ ենք ունենում։ Մեր ուզած տեղերը, մեր ուզած ֆորմատով աշխատում ենք պահենք այդ այն որ պետք է նենց լինի ոնց որ մենք ենք ուզում։ Իսկ ինչ է այդ նշանակում։ Պիտի լինի նենց ոնց որ մենք ենք ուզում։ Դա նշանակում է այն որ լինում է համերգ ու մարդիկ գալիս են վայելում են համերգը։ Պրոստը պարտադրաբար այդ երաժշտությունը որևիցե ինչ որ ռեստորանում չի հնչում ուղղակի ֆոնային, որտեվ ինքը ֆոլկ է կամ որտեվ ինքը կամ պիտի վաճառի ուղղակի։ Հա։ Կամ պայմաններ համերգի համար, որ պետք է այդ պայմաններին համապատասխանի վայրը, որ ինքը բանա, ինքը համերգային է, ինքը առաջի հերթին մշակութային է ու պետք է համապատասխանի, մարդ պետք է Գիտեմ, վայելի խմիչքը լսի համերգ, ոչ թե հաց ուտի համերգի ժամանակ, այդ շատ կարևոր պայման է էլի։ Ու ստացվում է Պարկաստում, հա, այդտեղ բախվում ենք մենք իրար։ Այդ լավ է թե չէ։ Լավ է նա որ հետո առանձինել ունենք։ Չէ, հասկանալի է, բայց ամեն դեպքում այդ խաչմերուկը ունենք։ Շատ լավ է, որովհետև դե Կարենի նման երաժիշտի հետ է համագործակցում լավ կլինի, բայց։ Նա ինձնից գնում է միայն մտածել է ինչ եմ ուզում, իրականացնում է։ Ինքը ամեն ինչ իրականացնում է ու ին ոնց է իրականացնում, ամենա բարձր մակարդակի վրա, որտեղ ինքը ունի շատ երաժշտական, շատ հետաքրքիր ճաշակ, շատ յուրահատուկ, խոսքով միակն ու անկրկնելին ինձ համար։ Ֆոլկի պրոյեկտը ունենալը քեզ համար այդպես ընտանեկան արմատներին դուրք տալու մի տարբերակ էր, հաշվի առնելով ազգային երաժշտության կարևորությունը ձեր ընտանիքում, թե այդպես որպես երաժիշտ գնահատելն էր ֆոլկ երաժշտությունը, ինչ դեր խաղաց այդտեղ եւ նա Ես ինձ համար միանշանակ պետք է սրան գայի։ Ինչպես ինչի, որովհետև արդեն 6 տարուց ավել է ես ֆոլկ եմ դասավանդում երեխաներին, ես դրա մեջ եմ։ Այն ինչ տեսել եմ փոքրուց, իմ հայրիկից, ես հիմա դա անում եմ։ Ես փորձում եմ, չեմ ասում, շարունակել, ինչի՞ չէ, շարունակելու եմ ես։ Եվ բայց ես այդ ինչ որ տեսել եմ, ես հիմա փորձում եմ մատուցեմ, ես հիմա փորձում եմ սովորեցնեմ երեխեքին ու ես այս ամեն ինչի մեջ լինելով հասկացա թե ինչքան է իմնա, շատ իմնա ֆոլկը, որ հա ես օրինակ երգում եմ բլյուզ, երգում եմ ֆանկ, ես էստրադա ոճում եմ երգում, ես ամեն ինչը երգելուց այդ ամեն ինչը զգում եմ, որ էս էլ է իմը, ես ինձ լավ եմ զգում այդ ամեն ինչի մեջ, բայց ֆոլկը մի ուրիշ աշխարհ է ինձ տանում, լրիվ ապրում եմ այդ ամեն ինչը ու հնարավոր չէր ուղղակի, որ այս բենդը չլիներ։ Այն երգերը, այն երաժշտական ժառանգությունը, որ ես ունեմ, իմ հայրիկից փոխանցված, այն ձայնադարանները, չէ, այն մարդիկ, ովքեր եկել գնացել են, երգերը, որ ասենց տաննա, փակված այդ կոմպյուտերի մեջ, գրքերի մեջ, որ կան ու իրանք շատերը չգիտեն դրանց մասին, պետք է իմանան։ Ես միակ նպատակը էս խմբի, միայն մշակութային մտածելն է, միակ նպատակը, որ այդ ամեն ինչը ճանաչելի դարձնենք, այդ մեր մշակութային, այդ հին երգերը չլսված։ Ինչ է տվել քեզ այդ ժառանգությունը, որի մասին դու խոսում էիր, ինչ է տվել քեզ ոչ միայն որպես երաժիշտ, ոչ միայն որպես մշակույթի մարդ, այլ նաև որպես հայ մարդ։ Նայ, ես ասեմ մի հատ որպես երաժիշտ, հա ինչ է տվել։ Ես հիմա գիտեմ այդ երգերը ոնց են ճիշտ մատուցում։ Այդ այնքան կարևոր բան է։ Ես լսել եմ ճիշտ երգեցողությունը իմ հայրիկի կողմից, իսկ իմ հայրիկը ինձ համար երևի թե հայրիկից ձայնը ինձ համար տղամարդու ամենասիրուն ձայնն է երգելու, որ ես լսել եմ։
ինքը ինքան հայեցի է մտածում, ինքան հայեցի է երգում, այդ ամեն ինչը ինձ է փոխանցվել ու ես իրավունք չունեմ նույնիսկ սխալ մատուցելու այդ երգը։ Դա մեծ առաքելություն է, որ ես հիմա այն վրա եմ վերցրել, որ երգերը ճիշտ պետք է մատուցվի։ Նայ, երգեր ընտրում ենք, ես ընտրում եմ երգերը, ինձնից գնում է ճիշտ մատուցելը, չէ՞, երգելու առումով։ Բայց դե հայրիկի ձենով չի երգում։ Հա, բայց մենք խաղում ենք գործիքավորումների մեջ։ Գործիքավորումները ազգային չեն, գործիքավորումները ջազային մոտեցմամբ են, ինչը շատ sense իրար միգուցե մտածում ես դիսոնանս է, բայց չէ։ Մենք ջազ Դե որտե ֆոլկը այդքան Չէ, դե էդ է մեծ հետաքրքիր երանգ ենք տվել, ջազային գործիքներ կան խմբում։ Գաս կլսես մի խոսքով։ Անպայման հոկտեմբերի 24-ին Ուլիխանյան ակումբում երեկոյան ժամը 7-ին կարծեմ, թե կամ 9-ին կամ 9-ին է։ 9-ին։ Ուլիխանյան ակումբում բոլոր համերգները ժամը 9-ին է սկսում, 11-ին։ բայց դուք նախապես անպայման ձեր տեղերը ամրագրեք։ Այո, որովհետև տեղը փոքր է, միշտ շուտ է լցվում, այնպես որ տեղերը։ Ես այս վերջին համերգի ժամանակ լավ դաս առա, երբ որ հենց համերգի օրը ցերեկը մտա որ տոմս վերցնում, ասեցին կներես, չկա, եւ հասկացա որ էլ չեն անցնում հին տարբերակները։ Հա, դե իսկականից չկա, հա, որտեղ միակ ջազ ակումբն է, ու շուտ է բրծնում տոմսերը, միշտ լավ երաժշտություն է այդ ակումբում ինչու, դրա համար տենց է։ Կարեն, դու քանի որ պարզապես կատարող երաժիշտ չես, հեղինակ ես, մտածող երաժիշտ ես, վերլուծող երաժիշտ ես, ինձ հետաքրքիր է քո կարծիքը, ինչու է պետք, որ անպայման ֆոլք երաժշտությունը պահենք, պահպանենք, զարգացնենք, ժառանգություն թողնենք։ Դե որովհետև դա մեր դեմքն է ու դեմքի մեծ մասն է, բնավորությունն է, դեմքի սպիերն է, դեմքի աչքերի արտահայտությունն է, պրոֆիլն է, ազգի դա մշակույթի մեծ կտորն է, որը ուղղակի կորցնելու դեպքում մենք կորցնենք ազգ ճանաչվելու մեծ տոկոս։ Դրա համար դա պետք է միշտ լինի ու պետք է լինի իր մաքուր ձևով, ճիշտ զոլար ձևով ու նաև պետք է լինի տարբեր առանժировкեքով, իհարկե լավ, հետաքրքիր, ես հիմա չեմ ուզում գովամ մեր բենդը կամ բան։ Ես ուզում եմ։ Հա, հետաքրքիր մտածելակերպով, հետաքրքիր մոտեցմամբ շատ լավ բենդեր կան հիմա, որ զբաղվում են ֆոլք երաժշտությամբ ու խառնում են տարբեր ոճերի հետ ու հետաքրքիր է շատ ստացվում։ Հիմա սաղի անունները չեմ ուզում ասեմ, կարող մեկին մոռանամ, կարող մեկին անեմ, բայց այդ շատ կարևոր է ազգի համար։ Ընդհանրապես իմ կարծիքով մշակույթը միակ բանն է, որ ազգին սարքում է ազգ։ Եթե մշակույթ չկա, ազգը ոչնչանում է։ Դրա համար շատ իր պետք մշակույթին վերաբերվել, ոչ միայն երաժշտությանը, նաև գեղանկարչությանը, նաև կինոյին, նաև ամեն ինչին։ Դե հիմա մենք մեր կողմից ինձ թվում է ինչ-որ մի քանի տոկոս կամ միլի տոկոս լցնում ենք այդ նիշան, որ պահենք ու փորձում ենք ամեն ինչ անենք, որ մնա դա։ Մեր երեխեքը լսեն, իրանց երեխեքը լսեն, շարունակվի դա։ Որտեվ այդ նույն գործիքավորումն էլ պետք է լսի հիմիկվա ապրող երեխան, այդ շատ կարևոր է, որտեվ ինքը ապրում է այս դարում ժամանակակից ամեն ինչով, iPad-ներով, ինտերնետներով, բաներով, լիքը նոր բաներով, գադջետներով ու մի ձևի պետք է համոզել, որ այդ երեխեքը լսեն։ Հին գործիքավորումները կարող է միանգամից վախացնեն իրանց։ Մի քիչ փորձում ես ժամանակակից սարքես, իրանք հետաքրքրվում են, վառվում են այդ մտքով, հետո սկսում են անցնել ակունքներ, անցնել, գալիս են ակունքներին, փորձում են ու լսում են հինը։ Եվ նաև որպես արվեստագետ քո ձեռագիրը դրա մեջ դնելն է հետաքրքիր, ես կարծում եմ։ Դե հա, բայց գլխավոր իմաստը պահպանել մեր մշակույթը հայկական։
Բրավո։ Դա Ինձ դուր է գալիս, որ ձեր նախագծերը մեծամասամբ հենց միտված են դրան, նաև օրորը, չմոռանանք օրորի մասին խոսել։ Չեմ կարող չհիշել, որ բոլորովին վերջերս ամբողջ համացանցը լցված էր ուղղակի քո փոքրիկ վիդեոյով, որտեղ դու քո որդու համար օրորոցային էիր երգում։ Նախ սպասում էիր, որ այդպես մեծ արձագանք կունենա։ Բացարձակ, ես ասում, ես այդ վիդեոն նկարեցի, իմ հեռախոսի մեջ էր, ինքս 4 ամիս հետո եմ տեղադրել, որովհետև չգիտեի, դե արժի տեղադրեմ, պարկած երգում եմ, ինչ իմաստ կա տեղադրելու, բայց հետո չգիտեմ, ուղղակի այդ օրը որոշեցի տեղադրեմ ու այդ ինչ արձագանքեր, այդ ուր էր հասել այդ հոլովակը, դե շատ հաճելի է։ Քո թույլտվությամբ մենք տեղադրենք հոլովակը, նայենք, հետո վերադառնանք խոսենք օրորի մասին։ Ամռան գիշեր, մարման գիշեր, լուսնագն անուշ կշողեր, խորոտ հարսնիկ, հինլիկ մաներ, ուրախ երգեր ծիծաղեր, խորոտ հարսնիկ, հինլիկ մաներ, ուրախ երգեր ծիծաղեր։ Օրորներին անդրադառնանք, այս նյութը վստահ եմ շատ-շատերն էին նայել, ես էլ ինձ համար էլ է հաճելի, որ իմ նախագծի շրջանակներում տեղադրվեց, ես ինքս դա առաջին անգամ որ նայել եմ, ես էլ եմ ինձ մոտ տեղադրել ու որպես մայրիկ մեկ անգամ եւս հասկացա ինչքան կարեւոր է երբ քո երեխայի հետ այդ հոգեվոր կապը նաեւ օրորոցային միջոցով է տեղի ունենում։ Նախագծից խոսենք օրորից, ինչ նախագիծ է, ինչ է իր մեջ ներառում, մարդիկ ինչպես կարող են լսել մյուս ստեղծագործությունները։ Մենք այս նախագծի շուրջ չեմ չափազանցնում 10 տարի ուղիղ աշխատեցինք։ Այս 10 տարեկանա, որ հիմա ինքը լույս տեսավ։ Երբ որ Մայան ծնվեց, ես առաջի օրվանից իր համար իրեն քնեցնելուց օրորներ էի երգում։ Ու էլ եմ ասում, այնքան այդ օրորները, այնքան էի դրա մեջ փնտրում էի, թե ինչ օրորներ կա, ման էի գալիս, գտնում էի այսօր նոր բան երգեմ, ու հասկացա, ես դրանով եմ հիմա ապրում։ Ու դա պետք է անպայման անեմ ես սիրեցի օրորները իմ ձայնով, շատ սիրեցի։ Ու ասացի, որ ես պետք է նվիրեմ իմ աղջկան օրորների երգեր, ու ոչ միայն իմ աղջկան, այլ ինքը պետք է լինի աշխարհի բոլոր երեխաների համար։ Նաև իմ աղջկան, նաև քո աղջկան։ Մենք շատ աշխատեցինք, երգերի ընտրությունը ես եմ արել բոլորը, բայց գործիքավորումները էլի Կարենն է արել։ Իմ ամենասիրածը կարող եմ ասել, ժուրին։ Հա։ Խենթանում եմ, քո ձայնով ժուրին հնչում է, դες մի ամբողջ պատմական շրջան ես հետ բերում։ Չգիտեմ ոնց է սանում։ Մենք ֆանտաստիկ երգեր ունենք։ Օրորներ ու նոր երգեր չեն, բոլորը տարածաշրջանային օրորներ են, որոնք ընդգրկել ենք, 7 երգ ենք ընդգրկել։ Այդպես։ Ինչպես կարելի է լսել։ Ինքը հիմա այս սկավառակներ չկան, չէ, էլ չես կարողանում գնալ։ Դե մտածում ենք Անուշիկի դիսկի պրեզենտացիանը։ Հա, դիսկի։ Էլ ինչ որ տարիներ առաջ է բոլորի համար, բաց է, անվճար է։ Բոլորի Որտեղից ենք ներբեռնում։ Ուրեմն ամենտեղ կա, բոլոր digital հարթակներում կա, Spotify, Apple Music, YouTube-ում։ Ընդհանուր լինքը տեղադրված է մեր Facebook-ի, Instagram-ի էջերում։ Yandex Muzika, в общем, ամենտեղ կա։ Ես խոստանում եմ մենք կունենանք Հերմնե Դիալոգի եւ Հերմնե Ստեփանյանի էջում այդ առանձին story լինքը դրված, որ Սփյուռքում ապրող մեր ընկերները կարողանան, ովքեր որ չգիտեին, որ ազատ ներբեռնման հնարավորություն կա, չնայած ես վստահ եմ, եթե նույնիսկ վճարովի լիներ անպայման։ Չէ, ազատ է, իմ շատ լսեն, շատ երեխաներին, հարաբերվեն երեխաների հետ, երաժշտության, նոր երեխան։ Իմ նոր Այդ ալբոմը միակ առաջի ու վերջի պայմանն էր, որ լինի ոչ կոմերցիոն։ Մենք մեր ուժերով ենք արել ու չենք պատրաստվում վաճառենք։ Ուղղակի ոչ կոմերցիոն, որտեղ երեխքի համար է, կան բան։ Շատ հարմար է, գիտես, տանը երբ ունենում ես երաժիշտ, կոմպոզիտոր, ձևավորող։ Հա, իհարկե։
Ես որ ասում եմ ինքը բանով ամուսնացել Շահադիտական շաշվարկով Լավ, ինչպես ես դու գումար աշխատում Կարեն։ Դե կինս բիզնեսմեն է, չէ՞։ Չմոռանանք որ կինը բիզնեսմեն է։ Հրաշալի է։ Դե ամեն ինչ հավասարակշռված է եւ համաչափ է։ Կարեն քո կվարտետի Դες մի հատ մասին։ խնդալու պատմություն եղավ, մի անգամ ասեցին մեզ 4-5 հոգանոց տրիո է պետք։ Չէ, ես պարզապես չէի հիշում կվարտետեր, թե կվինտետեր։ Կվարտետի կվինտետի տրիո էր, թե չէ։ Ոնց է խումբը ձևավորվել եւ ինձ միշտ մի բան է հետաքրքրել։ Երևի շատ պարզ է, բայց ես որպես պարզապես սպառող ջազ երաժշտության գուցե լավ չգիտեմ, ուրախ կլինեմ, եթե սովորեցնես ու ասես։ Մեր երաժիշտները եւ աշխարհում բոլոր երաժիշտները, ինչպես հասկանում եմ, նույնիսկ Հայաստանի նման փոքր երկրում, մեկ էլ տեսնում ես, որ օրինակ Կարեն Մամիկոնյան տրիո, Կարեն Մամիկոնյան կվարտետ, հետո ուրիշ երաժիշտներ։ Ինչի համար է դա զուտ երաժշտական գործիքներից ելնելով եք ընտրում եւ մի քանի այդպես խմբեր ունենում, թե այդտեղ նաեւ երաժշտության ձեռագրային տարբերություն ա լինում, ինչ որ անձնական հարաբերությունների արդյունքում Դե առաջինը դա հետապնդում է շահ, երաժշտական շատ կարևոր շահ, շփվել տարբեր երաժիշտների հետ, փորձել նվագել իրար հետ, սովորել իրարից փորձի փոխանակում եւ այլն։ Այդ շատ կարևոր շահ է այդ երաժշտության, ջազ երաժշտության մեջ ու նաեւ ոչ միայն ջազ, նաեւ ակադեմիկ երաժշտության մեջ եւ առհասարակ մշակութային բոլոր ոճերում երաժշտական մեր մոտ նաեւ տենց է որ շատ լավ երաժիշտներ շատ կան, բայց ընդհանուր հաշվով պրոյեկտները շատ են ու ստիպված լավ իմաստով ստիպված երաժիշտները համագործակցում են իրար հետ ու 3-4 տարբեր պրոյեկտներում կարաս հանդիպես նույն երաժիշտներին, բայց տարբեր երաժշտական ոճերում։ Այդ մի կողմից լավ է, որտեվ բոլորս փորձում ենք նվագենք տարբեր ժանրերում։ Նաև լավ է, որ շփվում ենք իրար հետ, նաև լավ է, որ նվագում ենք, փորձի փոխանակումը։ Տենց է, պրոստը քիչ ենք իրար հետ, ուրիշ ընտրություն չկա։ Բայց նորմալ է, որ այս հարցը ինձ մոտ ծագում է։ Իհարկե, բոլորի այդ հարցը մեր մոտ էլ է ծագում։ Արդեն այնքան ենք հոգնել իրարից, որ մեր մոտ էլ է ծագում, լավ ասենք, չգիտեմ, կան X քանակությամբ հարվածային բաներ, հարվածային գործիքներ տիրապետող կամ սաքսոֆոնարներ կամ դաշնակահարներ, ապա լավ դե չի լինի ինչ որ մեկը որ նոր գալիս է թարմություն է։ Իհարկե մենք մեզ շատ ենք սիրում իրար հետ շատ ենք բան նվագում, շատ է դզում էտի, բայց մեկ որ թարմ մարդ է գալիս ուրախանում են դրանից։ Հա, իհարկե։ Դրա համար այդ նորմալ է, փոքր երկրներում, երբ որ մշակույթը ասես միշտ ուզում է պայթի, միշտ դրակի, որտեվ մեջինը շատ, այդ մեջի կորիզը շատ բան է, պլադատվորն է, չգիտեմ հայերեն ոնց է, իմ մոտ ռուսական կրթություն է։ Երաժշտությունը ճեղքում է այդ երաժիշտների ձեռքերի միջով, սրտի միջով ու փորձում է դուրս գա ամեն տեղ։ Դրա համար քանի որ քիչ երաժիշտներ են, հիմա դե կրկնվում է այդ բաները, կազմերը, բայց ունենք այն ինչ որ ունենք լավ որակով։ Իհարկե։ Դրա համար շատ կարելի է հանդիպել նույն իմ պրոյեկտը կվարտետով, տրիոյով, մեկ դուետով ենք շատ նվագում, ես սոլո եմ նվագում, ստեղծագործում իմ բաները, ստեղծագործությունները։ Իդեպ անդրադառնալով հենց քո ստեղծագործություններին, ինձ հետաքրքիր է որպես կոմպոզիտոր, մարդը որ ստեղծում է այդ երաժշտությունը, ինչ որ մի բան պատմում է, չէ՞, դա աշխարհի կամ քո հարմոնիան է կամ բախումն է կամ պատմական իրադարձություններն են, որոնց հանդեպ ունես քո վերաբերմունք եւ ուզում ես դրանց մասին խոսել երաժշտության միջոցով։ Այ որպես արվեստագետ կյանքի այս этаպում, որ խնդիրներն են, որոնց մասին դու երաժշտության միջոցով ես ուզում բարձրաձայնել։ Ինչ որ կոնկրետ խնդիրներ չկան, իմ մոտ ստեղծագործական ճանապարհը հանկարծակի սկսվեց, ավելի միջև չէի մտածում, մայան ծնվեց։ Ես սկսեցի մանկապ սկսեցի ստեղծագործել։ Ունեի առանձին սենյակ, առանձին փորձատեղ իմ կաբինետը, որտեղ իմ
ռայալներ, իմ գործիքներ ներդրած, в общем, իմ ամեն ինչ ինչ որ ինձ պետք էր, ժամեր էի անցկացնում այնտեղ, իրիկուններ իջնում էի, մենակ սպարապում էի եւ այլն, սկսեցի ստեղծագործել, Մայան ծնվեց, այդ ժամանակ սկսեցի ստեղծագործել, միշտ ասում եմ Մայան այն մարդն է, որ իմ աչքերին մի հատ ակնոց դրեց, որով ես ուրիշ ձև սկսեցի կյանք ստենալ, ու առաջի ստեղծագործությունը հենց իրան եմ նվիրել, հենց Մայա է կոչվում։ Մի անգամից շատ արագ մի 7-8 ստեղծագործություն գրեցի ամիսների ընթացքում, իրար հետևից պրոստը եկավ, որը նաև հեսա դառնալու է CD։ Այդ առաջի փորձն էր, հետո այդ գաղտնիքը իմ համար բացահայտվեց ստեղծագործելու, ոնց կարելի է մուսա կանչել վերևից։ Կարելի է դրա մասին խոսել։ Հա, միշտ։ Ինքը շատ հետաքրքիր ու հեքիաթային աշխատանք է, ինքդ քո հետ, դա բանա, երբ որ միառժամանակ մնում ես ինքդ քո հետ, քո տարածքում, դա ինչ որ ժամանակը անցնում, ինչ որ բաներ ես նվագում, ինչ որ բաներ ես լսում, ինչ որ պրոստը ինքդ քո հետ ես, մեկ էլ ինչ որ մի հատ պարտալ է բացվում, որտեղ անկախ քեզանից սկսես ինչ որ բաներ նվագել, որը քեզ դուր է գալիս, գրանցում ես, պահում ես, զապիս ես անում եւ այլն, ու ինքը հետո գալիս ես մյուս օրը սկսում ես մշակել, հետո մյուս օրը մի քիչ ավել, սենց ինքը սկսում է եփվել ուղղակի։ Այդ տворческий աշխատանք է ամեն օրվա ու ինքը քեզ քաշում է, պրոստը հանգարցակի ստացվում է, թե ոնց չգիտեմ, բայց ինքը հանգարցակի է ստացվում։ Սիրուն զրույց։ Ես առաջարկում եմ, քանի որ ոնց հասկանում եմ, Մայայի ծնվելը ձեր կյանքում շատ բան է փոխել։ Եվ հետո արդեն երկրորդ երեխայի ծնունդը եւ երեխաների հետ աշխատանքը, որը որ դու տանում ես, այս ամեն ինչի մասին մենք կոնյակի շուրջ շարունակենք խոսել։ Խառնում ենք։ Մերսի այս վստահության համար, որովհետեւ ես իրականում վախենում էի քեզ հարցնեի այդ ստեղծագործելու եւ այլնի մասին, որովհետեւ գիտեմ որ ստեղծագործող մարդիկ շատ չեն սիրում խոսել ինչպեսների մասին։ Ստեղծագործում են գնա լսի եւ վերջ, բայց շատ կարեւոր դաս է, գիտելիք է, որը դու հիմա կիսեցիր նայից հետ։ Ընդհանրապես մեդիտացիա է, շատ հետաքրքիր։ Նմանա բանին, ես իմ ամենասիրած ստեղծագործություններից մեկը Alice of Strange Worlds ստեղծագործությունն է, որ միշտ բոլոր տարիքներում կարաս կարդաս ու քո համար տարբեր խորհուրդներ է, ու դու դառնում ես Ալիսան այդ հրաշքների աշխարհում, երբ որ այդ մեդիտացիան երբ որ սկսվում է քո մոտ, ստեղծագործությունը սկսվում է այդ կետից, երբ որ դու ինքդ քո հետ առանձին ես մնում, ոչ մեկ չի խանգարում ու կարևորը դու էլ ոչ մեկին չես խանգարում, այդ շատ կարևոր է։ Կարողանում եք չխանգարել։ Ես ու առանձին տեղ ունեմ, շատ հեռու է։ Հա, չի կարող, հնարավոր չի։ Մենք բոլորն են իրար խանգարում։ Ես էլ իրան, իր ստեղծագործական ժամանակ, դրա համար այդ շատ ինդիվիդուալ ու ինտիմ է, պետք է առանձին մարդն իր ստեղծագործական աշխարհում։ Դրա համար դաժե այնքան լավ է, որ մենք իրարից այդ հարցերում հարցել չի եղել որ նեղանանք, որտեվ անշիկը գիտի, որ ես դստում եմ մեքենան, քշում եմ փորձատեղ, 4-5 ժամ կարամ կորեմ, բայց ես այնտեղ ստեղծագործում եմ։ Բայց ես այնտեղ շամպանսկի եմ խմում, չէ՞։ Ուզում ենք բա DJ-ին կանչի, չէ։ Դե նայած կնոջ գլխում ինչ է այդ պահին, ինչ մտապատկերներ են։ Այդ շատ կարևոր բան է ու նաև այդ ամեն ինչը նպաստում է հանգիստ կյանքին, իսկ հանգիստ կյանքը նպաստում է լավ ստեղծագործությունների։ Սիրելի կանայք, նաև սիրելի տղամարդիկ, ում կինը ստեղծագործող է, մի խանգարեք ձեր կողքի մարդուն, եթե ստեղծագործում է, ամեն ինչ արեք, որ հանգիստ խաղաղ ստեղծագործի։ Այո։ Cheers, կենաց։
մենք շատ տրամաբանորեն եկանք հասանք մեր հանդիպման ամենաքաղցր հատվածին։ Ես ուզում եմ ձեզ ասել, որ իրականում ինքս նվերներ տալ շատ եմ սիրում։ Իհարկե նվեր ստանալը եմ սիրում, բայց երբ նվիրում եմ նոր էմոցիաներ եմ ամեն անգամ ապրում եւ սիրում եմ ուրախացնել դիմացինից։ Եվ ահա իմ սիրելի գործընկեր Ital Solar-ը ոչ թե խաղարկում, այլ նվեր է տալիս iPhone 17։ Առաջին 50 գնորդը ով կգնի 10 կՎտ եւ ավել հզորության արևային կայաններ, նվեր կստանա iPhone 17։ Այո, դուք ճիշտ լսեցիք, ոչ թե խաղարկում ենք, այլ նվիրում ենք։ Դե Ital Solar-ը իր կարգախոսին հավատարիմ է մնում։ Ital Solar, ժամանակն է ստանալ ավելին։ Շարունակելով նվերների թեման։ Ես իմ վերջին հաղորդման ժամանակ երևի նկատեցիք, որ իմ սիրելի Արմեն Ամիրյանից եւ Նանոյից նվեր ստացա ամերիկյան արտադրության իմ ամենասիրելի շոկոլադները։ Իմ բոլոր ընկերները, ովքեր բնակվում են նահանգներում, ամեն գալուց ինձ համար բերում են Sis Candy հրաշալի հավաքածուները, շոկոլադե։ Բայց ես գիտեմ, որ այս շոկոլադները բավականին ծանր են, որտեղ ինքս էլ երբ վերադառնում եմ, միշտ մտածում եմ, բերեմ, չբերեմ, ախր շատ տեղ է զբաղեցնում ծանր է, եւ ահա այդ հարցը լուծված է։ Այսուհետ Կոնգրես հյուրանոցի առաջին հարկում Իտալիայի մեկ հասցեում դուք կարող եք գտնել Sis Candy ապրանքանիշի բոլոր շոկոլադները, հավաքածուները եւ կարող եք նվիրել ձեր մտերիմներին։ Եթե տեսնում եք, ես մի քանի հատ արդեն հասցրել եմ վայելել, հիմա էլ ինձ չեմ զրկի։ Դրեմ այս փոքրիկը։ Լավ, մնացածը հյուրերից տանեմ, կոնյակի հետ հյուրասիրեմ։ Ես խոստացել էի, չէ՞, մենք կոնյակ ենք խմել իրար հետ վերջում, կհյուրասիրես, չէ՞, մեզ։ Անպայման։ Մենք Armenia Wine ընկերության B&M կոնյակն ենք խմում, այս կոնյակը շատ յուրահատուկ է, որտեղ ուղիղ երաժշտության հետ կապ ունի։ 10 տարի հնեցվել է 8 մետր խորությամբ բազալտե մառանում եւ ամբողջ 10 տարիների ընթացքում Արամ Խաչատրյանը է հնչել հնեցման ընթացքում։ Եվ հիմա էլ որ գնաք մառան, որտեղ հնեցում է անցնում տակառների մեջ, կլսեք Արամ Խաչատրյանի երաժշտությունը։ Եւ ես հավատում եմ, որ Արամ Խաչատրյանը հնչել ունի էլի ամեն դեպքում։ Չէ, իհարկե, բայց հիշողից այդ երաժշտության հնչելու էֆեկտը ամեն ինչի վրա շատ կարևոր բան է, հետք է թողում։ Դու փոքր ես եղել, տանը շատ է հնչել երաժշտություն։ Դե ինչի անուշիկ ինչ եմ հարցել, գիտեմ։ Պարագայում ուսուցիչների ընտանիքից ես եղել, գիր գրականությունը գիտեմ, որ անպակաս է եղել, բայց երաժշտությունը միշտ ու ես տարբեր տեսակի երաժշտություն է եղել պլաստինկեքով պապան համ ջազ էր լսում, համ ռուսական երաժշտություն էր լսում, Վիսոցկի, Ակուջավա, ես իրանից եմ լսել առաջի անգամ ու մինչև հիմա իմ սերը դեպի այդ երաժշտություն ռոք երաժշտություն է եղել, Purple Zeppelin, Pink Floyd, տենց միշտ եղել է երաժշտությունը։ Հիմա ձեր երեխաներն էլ ուզեն, չուզեն երաժշտության հետ ամեն օր Հա, բայց աղջիկս K-pop է լսում։ Դա տարիք է, հավատա ինձ մի տարի հետո հավաքելու եք սենյակից բոլոր սկավառակները, պաստառները, քարտերը։ Ես հիշում եմ Մարիա երբ տարված էր K-pop երաժշտությամբ, ես իհարկե ասում Աստված էլ երկու մամա, երբեք չի անցնելու։ Մի քանի օր առաջ ասում եմ Մարիա ջան, բայց չեղավ է K-pop, մամա դե լավ փոքր էի։ Այնպես է դա հիվանդությունը վիրուսի նման է, իհարկե ոնց են կարողացել անել դա ֆենոմենալ է, կորեական փոփը։ Լավ կներ մենք էլ կարողանայինք էլի այսպես այդ սկզբունքներով առաջ շարժվել։ Բայց ունեք ինչ որ տենց սկզբունք, որ հատուկ դնեք երաժշտություն, որ երեխեքը լսեն տանը։ Կա տենց բան, մենակ բանը մեկ մոռանում ենք այդ հատուկ բառը, շատ ժամանակ ես մեկ անուշիկին ասում եմ լսի քիչ է հնչում տունը երաժշտություն, պետք է մի քիչ ավելի շատ միացնենք։ Պրոստը կոմպը դրած է կողքը իր դինամիկները, պրոստը ինչ որ մի բան YouTube-ով միացնենք, լավ թող ֆոնային հնչի էլի։ Մենք համարյա հեռուստատեսություն շատ քիչ ենք նայում, չենք նայում համարյա, նայում ենք այն ժամանակ, երբ որ ուզում ենք ինչ-որ մի հատ ֆիլմ նայենք, այդ ֆիլմը դնում ենք ու նայում ենք ուղղակի։
Տենց առօրյա հաղորդումներ, Անուշիկը ունի իր սիրած հաղորդումները, ինչ որ 1000-ից 1 նայում է, ինչ որ կոնկուրսներ կամ ինչ-որ երգի հետ կապված, բայց ընդհանուր TV չենք նայում ու տունը միշտ լավ լռություն է։ Ասում եմ մի քիչ շատ պետք է դնել երաժշտություն, հատուկ տես բան չունենք, բայց պետք է հատուկ միշտ շատ լավ դասական երաժշտություն լինի, շատ լավ հայկական իմինը հենց բան, ֆոլք երաժշտություն, ջազային երաժշտություն ու լավ որակով երաժշտություն միշտ պետք է տունը հնչի, բոլորի տները ինձ թվում է։ Սա լավ առաջարկ է եւ խորհուրդ բոլոր ծնողներին։ Կոնյակի հետ առաջարկվում շոկոլադ։ Ես այս վերջերս բացահայտեցի, որ իմ սիրելի ամերիկյան Swiss Candy շոկոլադները նաեւ Հայաստան են բերել։ Բայց իմ ուրախություններից մեկն է կանացի թեթև փոքրիկ ուրախություն է։ Առաջարկում եմ նաեւ շոկոլադ վայելենք։ Անուշ դու ինքդ ընտրի քոնը։ Կարենի ինքնությունը կինոն թողնում։ Իսկ այդ ինչ մղում է, որ դու ուզում ես քո ունեցած փորձը, գիտելիքը փոխանցել եկող սերնդին, երեխաներին, որովհետև երեխաների հետ աշխատանքը դա բավականին բարդ գործ է, էլի։ Բայց ինչ մղում է այդ, որ դու ուզում ես այնք շատ երիտասարդ տարիքում անել դա։ Երբ անեմ։ Եթե օրինակ հիմա ես դրա մեջ եմ, չէ՞, շրջապատված եմ, չէ՞, երաժշտության։ Եթե ես գիտեմ լիքը երգեր, ես գիտեմ կոմիտասի լիքը երգեր, ունեմ շատ հատորներ, հատուկ մանկական երգերով կոմիտասի գրքեր, ինչի հիմա չանեմ, այլ երբ անեմ։ Բայց շատ լավ ես հարցնում, ճիշտ հարց ես տալիս, որտեղ մեր ուղեղի մեջ դրված է, չէ, որ ուսուցիչը պետք է լինի արդեն շատ մեծ կյանքի փորձով, տենց 50 տարվա վաստակով, որ նոր իրավունք ունենա ինչ-որ բան փոխանցել եկող սերնդին։ Քո վոկալ ստուդիան նոր է, չէ՞, եթե չեմ սխալվում, հենց էլի COVID-ի ժամանակից, հենց մենք այդ ժամանակ սկսեցինք ստուդիան վերանորոգել Կարենի հետ, ու տենց հենց այդ ժամանակվանից էլ բացվեց ոչ միայն մեր փորձատեղը, այլև Անուշիկ Ալավարյան վոկալ ստուդիան։ Ո՞նց են գտնում, գալիս։ Համացանցով ես շատ եմ հայտարարություններ տարածում, որ ընդունելություն կա, շատերը պարզապես զանգելով, կաղա դուք պարապում եք, ասեմ հա պարապում եմ եկեք, բայց հիմնականում բոլորը իմանում են համացանցից, դրա մասին, որովհետև ես շատ հաճախ եմ խոսում էլի, որ օրինակ այսօրը կա ընդունելություն, եկեք, օրինակ այսպիսի բան կա, նաև on-line դասերի հետ կապված, որ ստեղծել եմ մի նախագիծ, որը ունի անուն, որը կոչվում է օտար երկրում երկենք հայերեն։ Դա վերաբերվում է իմ on-line դասերին, որը բացառապես Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների համար է, ու ընդունվում են եւ on-line երգ եմ դասավանդում բացառապես կոմիտաս։ Բացառապես կոմիտաս, հա։ Շատ են մարդիկ, ովքեր իսկապես ուզում են խորանալ կոմիտասյան երաժշտության խաղերի։ Ոչ թե խորանալ, հիմնականում այն երեխաները, այն մեծերը նույնիսկ, ովքեր որ գրանցվում են իմ դասերին, բացարձակ կան ինչ-որ մանկական երգեր, որ գիտեն, բայց բացարձակ ազգային երգեր կոմիտաս, ընդհանրապես տեղյակ չեն, չգիտեն։ Ու երբ սկսում են երգել ու երբ սկսում են ճանաչել, սիրահարվում են, իրենց մայրիկներն ինձ նամակ են հետո գրում, ասում են Անուշիկ ջան, ուրեմն ինչ եմ ես տեսնում, ասում եմ, առաջ երբ որ ուղղակի դուռը բացում ես ու տեսնում ես երեխա այդ Baby Shark-ա երգում, ասում եմ ես այն օրը բացեցի դուռը ու տեսա ինքը խաղում է, զմփիկ է երգում, ծառա երգում։ Կամ զմփիկ։ Ու ինքը ասում է ես թաքուն եմ այդ ամեն ինչը տեսնում, ինքը դուռը բացում, տեսնում ինքը խաղալիքներով խաղում է ու կոմիտասա երգում։ Այդ ինձ շատ կարևոր բան է դրսում ապրող մարդկանց համար։ Հայ մնալու համար։ Դե հա, կապը, այդ շատ կապ է, Սփյուռք Հայաստանի հետ կապը, այդ մեծ կամուրջ է, որը ստեղծեցինք։ Ինքը չարաճճի կոմենտի համար հիմա պատասխան է։ Ես ասեմ, մեկ բան է, ես իմ համար չեմ, չգիտեմ խի իմ համարն է գրանցված բան։ Մեկ զանգում են, ասում բարև ես Անուշիկ Ալավերյան վոկալ ստուդիան, հա։ Ասում այո, վոկալ ստուդիան,
Միանգամից իր համարն եմ տալիս։ Բայց քո չարաճճի կոմենտի համար զմփիկ-զմփիկի։ Զմփիկ։ Չէ, շատ լավ է, բայց մարդը խոսում էր այլ խաղերի մասին։ Այգը ձեռը առնում։ Դու ձեռ չեմ հիմա պատասխան ես տալու, Կարեն։ Այ ես Անուշիկին չեմ հարցնելու, քեզ եմ հարցնելու։ Ինչի համար են երեխաները սիրում ընկեր Անուշիկին, ինչ ես կարծում։ Դե չգիտեմ։ Չէ, ոչ չգիտես։ Զմփիկ-զմփիկը գիտես, բայց Ասեմ քեզ, ես հոգում երեխա եմ, ես էլ եմ սիրում ընկեր Անուշիկին, ինձ թվում է մի քիչ տարբեր ձև եք սիրում դուք եւ երեխաները։ Հա, ամեն մեկը ինչ իր բաներ ունի, նպատակներ ունի սիրելու, բայց մենակ նրա համար որ ինքը բարի մարդ է, բարի ժպիտով ու երեխաները շատ բան չեն ջոկում, սիրը արվում են մանկական։ Օնլայն դասերը, նայեք օնլայն դասերը իրականում միշտ ինձ մոտ որպես պարզապես սպառող միշտ հարց են բարձրացնում։ Հասկանալի է, որ որպես գիտելիք եւ այլն ճանաչելու համար իհարկե կարելի է օնլայն, բայց օնլայն վոկալի դաս անելը ո՞նց է դա տեղի ունենում։ Շատ լսում եք հնչողությունը։ Ճիշտ երգեց երեխան, սխալ երգեց, մաքուր վերցրեց նոտա։ Տեսեք, առաջնային նպատակը, իհարկե մենք անում ենք ձայնաբաժություններ, աշխատում ենք ձայնի վրա, բայց ի՞նչն է առաջնային նպատակը։ Սովորել հայկական երգեր։ Ու ոչ մի ավել բան չի պահանջում, իրանք սովորում են իրանք երգերը։ Ես լսում եմ, իրանք երգում են, ես լսում եմ, շտկում եմ սխալները։ Որ տարիքային խմբի երեխաների համար է Անուշիկ Ալավերդյան վոկալ։ Աշակերտ, ստուդիայում փոքրերել եմ ընդունվում, եթե երգող երեխա է, նույնիսկ դեպքեր ունեմ 2.5 տարեկան երեխան, 2.5 տարեկան երեխաներն ընդունել են։ Ես ունեմ խումբ, որտեղ կան 2.5 տարեկան երեխաներ։ Իհարկե աշխատում եմ շատ փոքրից ընդունել, որովհետև մեծ պատասխանատվություն ամբողջ դասին անդադ իր ուշադրությունը իրենք է։ Սոսկով վազվոզել։ Հա, ես ասեմ երեխական։ Հա, բայց ասում, բայց երգումները երեխա են։ Երգը վերջանում է, ու վերջում է երեխան ինչ որ սիրունի իր մանկական ձեռով, վերջում ինքն էր մնում 2.5 տարեկան ես անկեղծ եմ։ Հիմա 7 տարեկան է, ինքը գալի մինչև այսօր իմ ստուդիայում է։ Սիրելի ծնողներ, եթե դուք ուզում եք ձեր երեխան Եթե դուք ունեք 2.5 Չէ, բայց տարեկան հիմա 5 տարեկան եմ աշխատում։ Նա ես իրա շատ բարձ հարց եմ տվել։ Քանի տարեկանից կարելի է երեխաներին ընդունել։ Ինքը իրեն գրակը գցեց 2.5 տարեկան աուդիտորիայի համար սկսեց իր վոկալ ստուդիայի մասին պատմել եւ հիմա վերջ Անուշիկ ուզես թե չուզես հիմա Դելի ծնողներ ունեցեք 2.5 տարեկան։ Եվ տվեք Անուշիկին, որտեղ նա սիրում է եւ տանը ունենալ 2 տարեկան երեխա ստուդիայում։ Ես ուզում եմ շնորհակալություն հայտնել այս հանդիպման համար։ Ես ուզում եմ, որ այդ ստուդիայում բազմաթիվ երեխաներ սովորեն, որ ճանաչեն հայկական երկու երաժշտությունը, շփվեն գրագետ երաժիշտների հետ, տեսնեն մարդկանց, ովքեր ժառանգություն են ուզում թողնել լավ երաժշտություն, ովքեր աշխատում են լավ երաժշտության հետ ու ստեղծագործում են։ Դե Կարենն է մեծ դեր ունի, ես ասեմ, շատ կարևոր բան է Կարենը անում ստուդիայի հետ կապված իմ դասերի։ Մենք երբեմն համերգներ ենք ունենում ու ինչպես անհամերգներ են լինում Կարենի հետ էլի հավաքվում են շատ տաղանդավոր երաժիշտներ ու ամբողջ համերգը անցնում է կենդանի նվագակցությամբ։ Դե դուք պատկերացրեք, օրինակ երեխաները այս տարիքից սովորում են թե ինչպես պետք է աշխատել, չէ, երաժիշտների հետ։ Այդ կարևոր է։ Այդ մեծ կարևոր բան է։ Դա մեծ ուրիշ երաժիշտներ են բան է, հավաքվում։ Լավագույն երաժիշտներն են հավաքվում, երեխեքի համար նվագում։ Այդ կարևոր բան է։ Ես քո թույլտվությամբ Մարիային անպայման բերեմ, որովհետեւ միջավայրի մեջ լինի, որովհետեւ այդ մի բան է, որը ես տան այդ բացը չեմ կարող ամբողջությամբ լրացնել։ Լավ երաժշտություն լսելը եւ այլն, բայց այդ գիտելիքն ու կրթությունը տալը, եթե հատկապես երաժշտական դպրոց չի հաճախում, դա շատ կարեւոր է։ Մենք ունենալու ենք համերգ, ես կասեմ, դուք կբերես աղջկա, դուք կտեսնեք։ Ես գիտեմ, որ դու համերգի ես շտապում։ Ես Այսօր ունեմ։ կպահեի ձեզ հավերժ, բայց ցավոք սրտի համերգը խանգարում է այդ հավերժական ցանկությունը։ Համերգը բան է, այս հաճելի երեկոյի ավարտն է, ոնց որ շարունակությունը, հա։ Նու այսօրվա ավարտը, բայց նաև շարունակությունը։ Ես շատ կուզենայի համերգից հետո նորից մեր հանդիպումը շարունակվի։ Ես սպասում եմ ձեզ կրկին իմ տանը, վայելելու համար այս հաճելի զրույցը, ձեր հաճելի ներկայությունը։
Ինձ համար էլ է շատ հետաքրքիր այն մարդկանց միշտ հանդիպում եմ միջավայրում, համերգասրահում, ակումբում կամ դրսում, նաև տան մեջ հանդիպել, զրուցել, շփվել, վայելել։ Ձեր շնորհակալություն է հաճելի օրվա համար։ Քեզ էլ ենք շնորհակալ։ Ամենքեր քեզ։ Շատ շնորհակալ։